2012-ի մայիսի 6-ի ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով խորհրդարան է մտնում 5 քաղաքական կուսակցություն և 1 դաշինք։ ԿԸՀ նախագահը գոհ է ընտրությունների խաղաղ ընթացքից, նույնիսկ կատակում է։ Այս պահի դրությամբ, ուրեմն դիմում բողոքները եղել են 3, դիմում բողոքներից մեկը ներկայացվել է պատգամավոր Գալուստ Սահակյանի կողմից։ ԵԱՀԿ դիտորդական խումբը ընտրությունները 1 քայլ առաջ են գնահատում նախորդներից, սակայն խմբի ղեկավարը շատ կոշտ է արտահայտվում ԲՀԿ առաջնորդի բաժանած ընտրակաշառքների մասին։ Եթե մի քաղաքական կազմակերպության ղեկավարը 500 հատ տրակտոր է բաժանում, դա չի կարող չազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ընտրությունների արդյունքները հիասթափեցրել են ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հանրապետականի նման հաղթանակը նրան զայրացրել է։ Ում նկատմամբ են հաղթանակ տանում։ Մեր նկատմամբ, Դաշնակցության նկատմամբ, Բարգավաճի նկատմամբ, ընդդիմադիր մյուս կուսակցությունների նկատմամբ։ Ոչ, այդ հաղթանակը նրանք տանում են այս ժողովրդի նկատմամբ։ Հետընտրական ամենակննարկվող թեման ընտրակաշառքն է, որին ըստ ընդդիմադիրների ներքաշված է գրեթե ամբողջ ժողովուրդը։ Հանրապետական կուսակցությունը Հայաստանը գնեց։ Հանրապետական Գալուստ Սահակյանը պատասխանում է հարցին, թե քանի միլիոն դոլար են բաժանել ընտրողներին իր կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը։ Այդքան ժողովուրդ չունեք, որ քանի միլիոն դոլարը։ Ընտրություններից ընդամենը 4 օր անց ի հայտ են գալիս առաջին դժգոհ քաղաքացիները։ Այս մարդիկ բացահայտորեն խոստովանում են, ձայնը տվել են Հանրապետականին այն ակնկալիքով, որ իրենց բնակարաններ կհատկացնեն։ Ընտրությունների դեմ կանչեցին, քաղաքապետարան տարան, ինչ ես ուզում, ոնց ես ուզում, ընտրությունները պրծավ, ոչ զենք ա, ոչ ձուն կա։ ՀԱԿ-ն ասում է, Հանրապետականն իրենից գոհացել է 43 մանդատ, որը հետ բերելու համար դիմել է Սահմանադրական դատարան, բայց Սահմանադրական դատարանին չեն ճնշի փողոցային պայքարով։ Սահմանադրական դատարանի որոշման վրա մենք մտադիր ենք ազդել մեր փաստարկների ուժով։ Ընտրությունների արդյունքներից խորապես հիասթափված է Տիգրան Կարապետյանը, նա պարտվել է նույնիսկ այն գյուղերում, որի բնակիչներին ինքը հեռուստացույց ու այլ նվերներ է բաժանել։ 33 արծաթը գործել է ամենտեղ։ Իմ կողքով անցնում էին մարդիկ, գնում էին ընտրատեղամաս, ինձ ասում էին ձենը քեզ եմ տալու ու գնում էին ընդ պղծում էին։ Սահմանադրական դատարանը մերժում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը։ Մանդատից հրաժարվողներ չկան, ազգային ժողովի նախագահ է ընտրվում Հովիկ Աբրահամյանը։